1918 թվականից մոտավորապես մեծ եղեռնից հետո առաջի հանրապետություն, հետո Հայաստանը որպես Անտանտի անդամ, հետո ինչ որ կերպ դա կորցրեց, այսինքն Հայաստանը չմնաց, այնտեղ որտեղ որ պետք է մնար։ Եվ դրա պատճառով առաջացան ահռելի քաղաքակրթական խնդիրներ։ Իրական որ նայեք ինչ խնդրեմ այդ որ մեկ ասում ենք արևմուտքում իմացող մարդիկ ամեն ինչ հասկանում են եւ բան են անում, ինչ են Հայաստանը դիմանում եւ առաջ տանում, հա։ Դրա պատճառով իրենք հասկացել են, որ այս 100 տարվա պատմությունը ցույց տվեց Հայաստանին կորցնելը որպես Անտանտի անդամ եւ որպես սենց ասեմ, եվրոպական քաղաքակրթական բան ամրոց դարպաս այս տարածաշրջանում առաջացրեց ահռելի հետևանքներ։ Ահռելի հետևանքներից մեկը դա ոչ միայն ասենք դրանից հետո 2021 թվականին Անատոլիայում հույների կոտորածներ, իրանց մեծ կատաստրոֆը։ Դրանից հետո այս ամբողջ հարցը բարձրացավ սովետական կարմիր այդ բաները, բոլշևիկյան ուժերը եկան եւ միջին արևելքը ամբողջությամբ վերցրեցին իրանց տակ բասը, բանը, այս բոլոր հարցերը, այս խնդիրները, որոնք որ պատճառ են հանդիսացել եւ հետևանք են եղել այն նրա, որ այս տարածաշրջանում միակ եվրոպական քաղաքակրթական միակ երկիրը վրախեցին, թողեցին, որ մնա նրանց փայ ու ոչնչանա։ Դուք հասկանում եք, որ սովետական միությունը մարդիկ սխալ են պատկերացնում, ինչքան խնդիրներ առաջացրել արևմուտքին, ասենք, չգիտեմ, ստեղծելով Սադամ Հուսեյնին, Հաֆեզ Ասադին կամ բանին Մուբարակին, Անվար Սադաթին կամ ասենք այդ բանին Լիբիայի ինչ էր Ջամախիրիայի շեֆին, Ղադաֆին։ Այտենց է չէ՞ մտե։ Այտենց է մտե, որ եթե Հայաստանը մնում էր արևմտյան բանի մեջ, Ռուսաստանը չէր մտնում դեպի Իրաք։ Որովհետև այդ թվում նաև օգտագործելով հայկական համայնքը, որը որ շնորհակալությամբ չհասկանալով իհարկե նայում էր Ռուսաստանին, որ Ռուսաստանը հայերին փրկեց։ Իրական Ռուսաստանը հայերին ոչնչացրեց։ Ասում են պատմությունը սովորեցնում է, մենք ինչ-որ բան սովորել ենք։ Դե չգիտեմ, Նիկոլ Փաշինյանը ասում է եկեք հրաժարվենք պատմությունից, որ էլ սովորելու բան չունենանք, բայց ինչ է դա։ Նույն ծրագիրը։ Նիկոլ Փաշինյանը ուղղակի բանով է, չիմանալով են անում, ինքը տգետ է, իրան հեշտ է մանիպուլացնել։ Մանդելա է կարդում մարդը, ինչ եք ուզում։ Սուախիլիով թելադրած գիրք։ Մի մարդու ում էթնիկ խումբը գոյություն չունի, ում լեզվի մեջ ձուն բառը չկա։ Մենք սխալ ենք գործել, շարունակում ենք նույն մենք սխալ չենք գործել, մենք 18 թվականին չէ, մերը չէր սխալը։ 19-20 թվականին ասենք, հա, որ Սևերի հետ միասին մերոնք ստորագրեցին, մերոնք ասած Ինչ սխալ ենք գործել։ Ռուսաստանին վստահել եք։ Որը գալիս ձգվում է մինչև այսօր, նույն սխալը կարող ենք գործել։ Ռուսաստանը հավատալ, որ Ռուսաստանը դա քրիստոնյա պետություն է։ Հավատալ, որ Ռուսաստանը թքած չունի քո երեխեքի կյանքի վրա։ Հավատալ, որ Ռուսաստանը ինչ որ մի պահի կարա Թուրքիային ընկալի որպես թշնամի։ Ռուսաստանի կանայք գնում են թուրքերի հետ մերձենում են։ Այո։ Իսկ ռուս տղամարդիկ դրա մասին գիտեն։ Ու իրանք երջանիկ են, որ իրական գավառա թուրքը ուշադրությունա դարձրել։ Ինչու եք այդ օրինակը բերում, այսինքն։ Որովհետև իրանք հոգեբանորեն ոնց ստրուկ եղել են Օսմանյան կայսրության համար։ Ամենամեծ խնդրեմը այն է, որ Հայաստանի վերնախավի մի մասը սրտանց, մյուս մասը կաշառքով, երրորդ մասը թքած ունենալով մտածում է, որ Ռուսաստանը քաղաքակրթական առումով կամ առանձին բևեռ է, կամ հեռ հազարներով արևմուտքի եվրոպական մի մաս եւ երկիր։ Ռուսաստանը խորը ասիական, թուրքական, թաթարական երկիր է։ Ռուսաստանը պետք է ընդունել այնպես, ինչպես Լենգ Թեմուրի պետությունը։ Ոչ միայն կրոնի տեսակետից եք դուք ասում սխալ անես, այլ անգամ քաղաքակրթական հիմնասյուներով։ Դուք այդ բանը տեսել եք, այդ ռուսական կակոշնիկները, այն ռուս աղջիկը, որ տենց մեր մոտ էլ տենց ռուսկի դոմը անում է։ Դուք գիտեք, որ դա թուրքական գլխակա։ Խնդրեմ նրանում է, որ
բազմաթիվ մարդիկ իրանց թվում որ իրենք կոմֆորտի զոնայի մեջ են։ Ցավոք սրտի պետք է հիշեցնեմ բանը, Նժդեի խոսքը Սմյուրնեի գործարարների մասին, որ ասում էր Սմյուրնեի գործարարներից 10 հոգի այնքան գումար ունեին, որ կարային ամբողջ Հայաստանը ապահովեին զենքով, բանով, բայց ասում են իրանք սպասեցին, ոչ մի բան չարեցին, մինչև 21 թվին եկան Սմյուրնեում իրանք կոտորեցին, իրանք ձեռքից աղվերցրեցին։ Բայց կոմֆորտի զոնայի մեջ են։ Հիմա մարդիկ ասում են ախպեր դե լավ այլ ռուսերեն քրքաշ խոսում ենք, բան ենք անում, լավ այլ թո սենց մնանք, այդ լավա էլին հեչ լավ չի։ Էդ էլ է ռուսական, էդ էլ է ռուս-թուրքական, որ падիշախը գիտի կամ դե ցարը գիտի ինչ են անում, մնացած արա դու սուս մնա։ Հեն խաղաղությունը, որի մասին խոսում է Փաշինյանը, առաջացել եւ ստեղծվել է եւ պահպանվում է մինչեւ հիմա 210 հոգու ուժերով եվրոպական դիտորդական առաքելության։ Խաղաղությունը չէ երևի, չկրակելը։ Ոչ, այն ինչին որ Նիկոլը ասում է խաղաղություն, դա այդ մարդիկ են անում մեր սահմանին։ Իսկապես խաղաղություն է դա, նորից եմ հարցնում։ Ես նորից եմ ասում, այն ինչին որ Նիկոլն է ասում, խաղաղության եզրույթ որպես այդպիսին գոյություն ունի համաշխարհային միջազգային դիվանագիտական բան փաստաթղթային, այդ համապատասխան փաստաթուղթը ռատիֆիկացված։ Այն ինչ որ ասեց Ալիևը, որ գոյություն չունի, որը դրա համար էլ ես չեմ գալիս Հայաստան։ Իհարկե չկա։ Այդ փաստաթուղթը խաղաղությունը փաստաթուղթ։ Հասուն Ալիևը ասեց չկա այդ խաղաղությունը։ Իհարկե չկա ու չի լինելու։ Նորից եմ ասում, չի լինելու։ Չի լինելու։ Որովհետև Տրամպի փակուղու փաստաթուղթը տարից տարի պետք է լայնանա, ավելանա։ Եթե մյուս տարի հոկտեմբերին, նոյեմբերին կոնգրեսի ընտրություններում ներկայացուցիչների պալատում հաղթեն դեմոկրատները, այդ բոլոր բաները այսպես կփաթեթավորեն ու Կամբոջա կուղարկեն։ Կարլենիչ։ Այստեղ նորից չի լինելու, ոչ այդ ֆինանսավորումն է լինելու, ոչ դա է լինելու։ Այն խաղաղությունը, որը Նիկոլ Փաշինյանը ուզում է հրամցնի որպես խաղաղություն, դա խաղաղություն չի, նորից եմ ասում։ Ինքը կարա սուտ խոս, ինքը նենգաբար սուտ է, ինչի է ինքը զբաղվում տարբեր սկանդալային գործողություններով։ Ամեն շաբաթ։ Եկեղեցի նկատի։ Եկեղեցի, TikTok, չ-TikTok, մնացել է Snapchat-ը, OnlyFans-ը ու Pornhub-ը, որտեղ ինքը գրանցված չի։ Արդեն ամոթ է, վարչապետի մակարդակով արա չի կարել TikTok-ում տենց բաներ անել։ Դու չես կարող լինել մի երկրի վարչապետ ու դնես մի երաժշտության տակ Վիսոցկի, «Нет, ребята, всё не так», խիես դրե, ինչ է տակը, դու այդքան ռուսերեն հասկանում ես, որ դրել ես։ Դու գիտես, ասենք խիես դնում։ Որ խնդան վրա է տարա, դու ջահանդամը իրա վրա, մեր վրա են խնդում, արա իմ երկրի վարչապետն է, տակ դրում են այսպես մարդու вообще գործանում, աշխատում է։ Ինքը ընդհանրապես աշխատում է։ Ախր ոնց կարելի է հեծանիվ քշել, սուտ խոսալ, մեկ-մեկ գնալ եկեղեցի, գնալ ափր-ծփր պարլամենտում խոսել, գնացել ես բյուջե քննարկես, բյուջեից խոսա։ Ընկեր, մի հատ ասա տեսնեմ այդ մշակող ոլորտում ինչ է կատարվում։ Մի հատ ասա տեսնեմ, ասենք սննդի ոլորտում աշխատող փոքր միջին բիզնեսի, այդ որ տենց հարկում եք անջիգար ձևի, այդ որ իրանք ամեն ինչ պլանավորում, ոնց է խոսացել եք այդներ որ անում եք։ Որ ասենք ուղակի մարդը որ բիզնեսը բացում է, մի ամիս հետո հարկայինը գալի նստում է վզին։ Չկա տենց բան, հա, որ թողեք մի քիչ աշխատի մարդը։ Այն որ փողոցում ինձ մարդիկ են մոտեն, ծիծաղալու է, չէ՞։ 12-ի կողմերը գիշերը, մինչև 3:30 ինձ պատմում են իրանց դարդերից, փակվում էին։ Մինչև ժամը 3:30 բոլոր ինչ որ ՓՄԶ-ի փոքր միջին բիզնեսի խնդիրներից են խոսում մարդիկ։ Ասում եմ, հա լավ, հասկացա, մտքովս անցնում, ախպեր, քանի հոգի, 70 հոգի բառադի չունեք ընդ նստած ազգային ժողովում։ Մեկը գոնե հարցրել է, այդ որ օրենք եք ընդունում, ստեղ էս եք բան եք, էս եք ավելացնում, են եք ավելացնում, էս մոտեցումն եք փոխում, բիզնեսի հարկումն եք փոխում, բան եք անում։ Ինչ որ մեկը հետադարձ գոնե նայել է, հասկացել է, ինչ որ մեկը ռիսկը գնահատել է ստվերի։ Թե հիմա էլ տենց բանկային ոլորտն եք վերցնում կոնտրոլի տակ, որ ստվերը չի կա։ Մարդիկ ստվերը կգտնեն, ոնց տան։ Դուք ոչինչ կամ կփակվեն։ Երրորդ, չորրորդ երամսակ, դե երրորդ, չորրորդ երամսակն ոլորտներ կան, որ անկում է։ Անկում,
Վարչապետը պետք է խոսա նրանից, որ իր տնտեսության մեջ անկում է, તો ջանդամը դա ազգային ժողովում պետք է մարդիկ խեն ասում, նույնն են դրանք։ Ազգային ժողովում ոչ բարով ընդդիմություն ունենք, իր ձեռքով կոտրած ձեռքով անցկացված։ Մեկը գոնե այդ ընդդիմությունից վերականում, ասում է, լսի, ոչ հարգելի տղա ջան, մի հատ հեծանիվիցդ իջի, 4-րդ երամսյակն է, դու այս ոլորտում ունես անկում, կամ զրոյա կամ անկումը։ Մի հատ կբացատրես։ Այդ արդեն որտեվ էկոնոմիկայի նախարարի բանը չի։ 4-րդ ամիսը, 4-րդ երամսյակը այդ կլիր մի տարի է, այդ արդեն վարչապետն է։ Մեկը գոնե հարցնում, ասում են գերեսի չես անում։ Ինչ սու 30, սու 30-ը ապրելու է 15 րոպե, հաշվի առնելու ինչ հոպ ա դրած Ադրբեջանում, հո բանի վրա չես հարցակվելու Թուրքիայի, հոլը Թուրքիան կասի լավ սրանք գիժեն թոթրնեն, ադրբեջանցիք չէ կխպեն մի անգամ, ինչի համար պետք է ծախս անել, հարցը գիտեք որն է, հիմա որ սենց ասում, ես ինչ եմ վստահ, որ ամեն ինչ լավ ալնել, ինչ եմ ասում չվախեք, մարդկանց բերեք գցել են այդ բանը, ոնց որ տեղեկանք են տալի, ասում են դու ցիրկի ձի ես, դու պետք է ուրիշ բանի մասին չմտածես, այսպես փագում են հայացքը, ասում են այսպես դու վազի, դու ես սենց վազի, հենց որ գալ ես փոկում ես ասում ես անգեր, ձի չես, ազատություն, ազատություն, ու եւ ասում են հայել, ասելուց հետո ու սկսում են ազատություն, կոգնիտիվ դիսոնանս, կոգնիտիվ դիսոնանս, չէ, արդեն ասենք հասկանում են, որ էսի սուտ է, ամենահեշտ տարբերակը ինչն է, մարդկանց սենց գցում են պրեսի տակ, կեղծ օրակարգի, պրեսի տակ գցում են, որ կառավարվեն, հին ռուսական սխեմա է, այդ ամրոցը, այդ չգիտեմ ինչ է, այդ սաղ սենց յանի բանա ժողովրդավարություն է, յանի բանա, բայց մենք միշտ ինչա խաղաղություն է, բայց մենք սու 30 ենք առնում, սու 30 խես առնում,